Մարտի 29-ին տեղի կունենա Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Երեկ տարածվել է հայտարարություն մրցանակաբաշխության ինստագրամյան էջում։ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխության առաջադրված արտիստների ցանկը կազմվում է ինչպես արտիստների սեփական դիմումի համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկությամբ։ Այսպիսով երկրպագուների 100-ից ավելի ձայները հավաքելու պարագայում արտիստները, խմբերն ու նախագծերը ավտոմատ կերպով դառնում են մասնակից։ Սա խոսում է տվյալ արտիստների ստեղծագործական ակտիվության եւ երկրպագուների համակրանքի մասին։ Հաղթողները որոշվում են ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում։ Այս հայտարարությունից հետո հայ հայտնիներից շատերը հանդես եկան հայտարարություններով իրենց ինստագրամյան էջերում, նշելով, որ իրենք չեն մասնակցում տվյալ մրցանակաբաշխությանը։ Երգչուհի Եվետ Ամուկությանը հետևյալն է գրել. «Ես Խազեր մրցանակաբաշխությանը չմասնակցելու հստակ որոշում ունեմ, որի մասին ես եւ իմ թիմը բազմիցս հայտնել են կազմակերպիչներին, թե բանավոր, թե գրավոր ձևով։ Ավելին, հստակեցրել ու պահանջել եմ, որ իմ անուն ազգանունը չօգտագործվի որևէ անվանակարգում կամ դրան վերաբերող արշավներին։ Շարունակելու եմ աշխատել նվիրված ժողովրդին, իսկ գնահատականը ստանում եմ իմ լսարանից ու երկրպագուներից, որոնց հետ հարաբերություններն ամենաամուրն ու առողջն են արդեն տարիներ շարունակ»։ Երգչուհի Բրունետը գրել է. «Բարև բոլորին, ուզում եմ հստակեցնել, ես այստեղի եւ այսօր չեմ մասնակցում ոչ մի մրցանակաբաշխության։ Իմ անունը հայտնվել է թեկնածուների ցանկում առանց իմ թույլտվության։ Միակ ճանաչումը, որը ինձ համար իսկապես կարեւոր է, դա դուք եք, մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը, երգում այն եւ պահում իրենց սրտերում։ Դուք եք իմ իրական մրցանակը»։ Երգչուհի Սյուզաննան հետևյալն է գրել. «Որևէ պարտություն ինձ երբեք չի կոտրել, հնարավորինս հաղթահարել, պատվով ընդունել ու անցել եմ առաջ։ Շնորհավորում եմ կոլեգաներիս Խազեր մրցանակաբաշխության շորթ-լիսթում ընդգրկվելու կապակցությամբ, այստեղ հարցը այլ է։ Հաշվի առնելով շատ նրբություններ, ինքս իմ նկատմամբ գտնվեցի ազնիվ եւ անցած տարի չներկայացրի հայտ, այս տարի շատերի հորդորով եւ կատարածս փոքրիկ աշխատանքով երկու անվանակարգում ներկայացնելով հայտ, որից միայն մեկին ունեի շանսեր ընդգրկվելու իմ պատկերացմամբ, չանց է եւ ոչ մեկում։ Անշուշտ այս ամենը գեղեցիկ է, լավ է, մոտիվացնող է, բայց դուք եք իմ ամենամեծ ուժը, սերն ու մոտիվացիան շատ սիրելի հանդիսատես ու հեռուստադիտող։ Հետմահու չգնահատեք ինձ գերեզմանից ծաղիկներ դնելով ու հզոր անվանելով», գրել է Սյուզաննան։ Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ հետևյալ արձագանքն է թողել. «Մարիին էի քնացնում, նոր վերադարձա ինստագրամ։ Մի բան ասեմ, գնամ քնեմ։ Երգում եմ 5 տարեկանից իմ երկրում եւ իմ ժողովրդի համար, ում գնահատականն ու սերն ինձ համար ամենաարժեքավորն ու կարեւորն են։ Ձեր սերն անգին է, ասել եմ ու կրկին կասեմ, եւ պատրաստ եմ նույն նվիրումով շարունակել իմ ճանապարհը։ Ի գիտություն բոլորի, ոչ անցյալ տարի, ոչ էլ այս տարի ես էլ ինքս ինձ չեմ նոմինացրել տարվա լավագույն երգչուհի անվանակարգում, ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի ես գիտեմ, որ դա արել են քվեարկության միջոցով լսողները, սիրողները եւ այն մարդիկ, ովքեր գնահատում են նշված ու շորթ-լիստ անցած արտիստների աշխատանքը»։ Արա Ղազարյանն էլ հանդես է եկել տեսահու հարցով այս ամենի վերաբերյալ, որը ներկայացնում ենք հաջորդ թիվ։ Գնալով թեժանում է կրքերը ազգային երաժշտական մրցանակաբաշխության հետ կապված, քիչ առաջ կարդացի Բրունետի հայտարարությունը, ճուշացրեց նաև հայտարարությունը Եվետ Ամուկությանը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գրառումը կարդացի, քիչ առաջ նաև կարդացի Սյուզաննա Մելքոնյանի գրառումը, շատ նեղված։ Ես ինքս հանդիսանում եմ մրցանակաբաշխություններից մեկի կազմակերպիչ եւ պրոդյուսերներից մեկն եմ։ Մրցանակաբաշխությունը կոչվում է Armenian Music Video Awards, տեսահոլովակների մրցանակաբաշխություն, որը ի դեպ մենք կազմակերպում ենք հեռավոր 2004 թվականից։ Խազեր մրցանակաբաշխության ձևաչափի հետ կապված ես առաջին օրվանից գլխավոր կազմակերպիչի հետ հանդիպման ժամանակ իմ մտահոգությունը եւ կասկածները հայտնել եմ ու առաջին օրվանից կասկածի տակ եմ դրել նրա հաջող ընթացքը, քանզի Հայաստանը մի պատիեզդանի երկիր է եւ ունի մի բուր շոու բիզնես։ Նման օրինակ մրցանակաբաշխությունների հիմնական նպատակը Հայաստանի նման փոքրիկ երկրներում պետք է լինի կոնսոլիդացիան, միավորելը, այլ ոչ թե տարանջատելն ու բաժանելը։ Եվ երբ դու հայտարարում ես, որ Օքսի Աբդալյանի տեսահոլովակին պետք է տաս մրցանակ, դա դու չես անում, որովհետև այդպես ես դու մտածում կամ որովհետև Օքսին քո սրտի երգչուհին է, դա դու անում ես մի պարզ պատճառ, որովհետև Օքսի տեսահոլովակը հավաքել է միլիոնավոր դիտումներ YouTube-ում կամ որքան էլ որ Delete-ը մերժում է մասնակցությունը մեր մրցանակաբաշխությանը, այնուամենայնիվ մենք
արդարացիորեն նրա տեսահոլովակին Արամեի դուետին տալիս ենք մրցանակ, որովհետև դա մեր ճաշակով կամ մեր ուզելով կամ չուզելով չի, կա գրանցված փաստ տեսահոլովակը, ճանաչված է ու տեսահոլովակը սիրված է ու ունի միլիոնավոր դիտումներ։ Գալով խազեր մրցանակաբաշխությանը առաջին իսկ օրվանից պարզ էր, որ այն պետք է ունենա խնդիրներ։ Գալով խազերին այս տարի տարվա լավագույն երգչուհի անվանակարգում Բրունետին են ներգրավել Իվետա Մուկուչյանին եւ Սոնա Ռուբենյանին։ Ասում են, որ երգչուհիները համաձայնություն չեն տվել եւ կազմակերպիչներն էլ ասում են, որ դա բազմաթիվ երկրպագուների պահանջով է եղել։ Հիմա այստեղ նոնսենս կա։ Եթե չկա Բրունետը, եթե չկա Իվետան, ուրեմն ավտոմատ պետքա Սոնա ստանա։ Մի կողմից էլ Սոնան կարող է դա ալիչում լինի, բայց ստանա Իվետան կամ Բրունետը, որովհետև այդպես կքվեարկեն ակադեմիայի անդամները, իդեպ ես եւս հանդիսանում եմ ակադեմիայի անդամներից մեկը եւ անցած տարի ակտիվորեն քվեարկել եմ։ Այս տարի եւս հերթական նոնսենսը կա եւ այս տարի, չգիտես թե ինչու, Տաթև Ասատրյանին դրել են օրինակ քաղաքային ֆոլկ բաժնում, կարծեմ էլի առանց հաշվի առնելու նա կարծիքը, այն դեպքում երբ կարելի էր Տաթևին ներգրավել տարվա մասշտաբային միջոցառում կամ մենահամերգ նման անվանակարգում, ինչ այս տարի չեն արել։ Ես լինելով ջատագովը սիրուն գեղեցիկ լավ բաների եւ ոգևորված ելույթներ ունենալով խազերի օգտին անցած տարի չեմ կարող չբարձրացնել այս տարվա արված նրանց կողմից էլի հերթական սխալները։ Ժողովուրդ, ինչ է նշանակում փարգին դնել տարվա հայտնություն անվանակարգում, չէ՞ մի հատ բացատրեք ինձ հասկանամ։ Փարգը արդեն շուտով թոշակի պետքա գնա։ Ինչ հայտնության մասին է խոսքը։ Անցած տարի նույն բանը արեցիք Yellow Heart-ի հետ կապած, երբ վերջին 6-7 տարիների ընթացքում մենք նոր տարվա ռիլեր անում ենք բացառապես Yellow Heart-ի ձմեռապահ կամ նոր տարի երգերի տակ։ Դուք տվեցիք Yellow Heart-ին անցած տարի տարվա հայտնություն։ Եվ լիքը մարդիկ ուղղակի չհասկացան, թե ինչու ոնց հայտնվեց տարվա հայտնությունում Yellow Heart-ը։ Հիմա այս տարի փարգին եք դրել եւ Սիմոնին։ Բացատրեք, արդյոք 2025 հաշվետու ժամանակաշրջանում տարվա ընթացքում հայտնվեց մեր կյանքում փարգը կամ Սիմոնը։ Եթե այդպես է, ուրեմն դուք ճիշտ եք։ Պետք է փնտրել եւ գտնել ինչ-որ ձևաչափեր, ինչ-որ բաներ մտածել, որոնցով ունքը սարքելու փոխարեն չտաս ու աչքը չհանես։ Army Music Video Awards-ը կարծում եմ հենց այդ ֆորմուլաներից մեկն է գտել եւ մենք մեր հատուկ մրցանակներով նույնպես որոշում ենք ներգրավել այնպիսի անունների, ովքեր չունեն միլիոնանոց տեսահոլովակներ, միլիոնանոց դիտումներ, սակայն արժանի են մրցանակ ստանալու համար, դրա համար ստեղծվում են հատուկ անվանակարգերը եւ հատուկ մրցանակները։ Օրինակ Նադեժդա Սարգսյանի անվան մրցանակ, որը անցած տարի ստացավ Մաշա Մնջոյանը, օրինակ Շարլ Ազնավուրի անվան հատուկ մրցանակ, որը ստացավ Սյուզաննա Մելքոնյանը եւ մեծարման մրցանակներ եւ այդպես շարունակ, այսինքն նպատակը նման օրինակ մրցանակաբաշխությունների եւ մեծ միջոցառումների պետք է լինի միավորելը եւ տոն պարգևելը երգիչ երգչուհիների, ովքեր ուզում են այդ տոնը, ուզում են այդ red carpet-ը, ուզում են գան եւ իրենց լավ զգան, ինչպես ամերիկյան աստղերն են։ Մենք չունենք Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի նման հզոր փոփ մշակույթ։ Մենք չենք թելադրում աշխարհին մեր մշակույթը, մենք փոքրիկ երկիր ենք, փոքրիկ շոու բիզնեսով։ Եվ անել բաներ եւ ոտ մեկնել նման օրինակ երկրների հետ, դա մեղմ ասած խեղկատակություն է։ Ժողովրդական խոսք կա, ոտքդ վերմակիդ գորամեկնի։ Պետք է դա հասկանալ եւ պետք է նաեւ հասկանալ, որ չի գալու այն օրը, որ հայկական շոու բիզնեսի 5 անուններ համաձայնեն իրենց անուններ ներգրավել տարվա երգչի կամ երգչուհու անվանակարգում եւ դա լինի արդեն մասնակցությունը եւ արդեն նոմինացված լինի նրանց համար հաղթանակի զգացողություն։ Ժողովուրդ չի լինելու, դրա համար նորից եմ կրկնում, փոխեք ձևաչափը, սիրուն բան է կարել անցած տարի, փորձեք այդ սիրուն բանը պահել։ Վերջում մի բան էլ ասեմ, զուտ սուբյեկտիվ եւ գնամ կապտամ գործերից։ Անցած տարի ես օրինակ խազեր մրցանակաբաշխության ղեկավարությանը հրավիրել էի Army Music Video Awards-ին։ Ելույթ ենք ունեցել եւ հանդես ենք եկել շնորհավորական տեքստերով մեր Instagram-յան էջում։ Ամեն կերպ փորձել ենք քաջալերել նրանց, որը պետք է որ լիներ փոխադարձ։
այդ հայաստանյան կներեք արտահայտությանը գոները, որ մենք ամեն ինչ գիտենք եւ մենք ենք կերտողը մշակույթի, ժողովուրդ թոթափեք ձեր ուսերից, դուք արդեն էլ կերտողը չեք, կերտողը ցանկացած մարդ է, ով գլուխը կախ իր գործն է անում։ Օրինակ, ինչու դա պետք է չլիներ փոխադարձ, եւ դեկտեմբերին ես եւ մեր կազմակերպիչները որևէ խոսք շնորհավորանքի չլսեցինք մեր մասին, մեր գոլեգաներից ազգային երաժշտական մրցանակաբաշխության։ Մի տեսակ միակողմանի է ստացվում, իսկ երբ միակողմանի է, դա տհաճ է։ Ու ամենավերջում էլ մի բան ասեմ, ժողովուրդ, երբ որ մենք ոտ ենք մեկնում գրեմիների հետ կամ էմիների կամ օսկարների կամ մնացած մրցանակաբաշխությունների հետ, եկեք չմոռանանք, որ դրանից հետևում կանգնած են յունիոնները, միությունները, արհմիությունները, ովքեր կանգնած են պատի նման հզոր կանգնած են արտիստների եւ այդ ոլորտում աշխատողների թիկունքում, ովքեր տեր են կանգնում այդ արտիստներին, պաշտպանում են նրանց իրավունքները, դա միայն արձանիկ տալու մասին չի, ասենք մի հատ ինչ-որ պլաստմասայից արձանիկ կամ ինչ-որ սիրուն արձանիկ հեղինակային այս դեպքում, արձանիկ տալու մասին չեն այդ մրցանակաբաշխությունները, դրանք շատ խորքային են, դրանք շատ պարտավորեցնող են, ու ելի եմ կրկնում, եթե մենք ինչ-որ մի բան պետք է անենք, պետք է գտնենք ձևաչափ, որպեսզի մարդկանց օրը տոն սարքենք, այդ արտիստներին լավ հույսեր տանք, ելույթ ունենալու հնարավորություն տանք սիրուն, սրա մասին է ամբողջը։